Օրհնյալ Տեր մեր Հիսուս Քրիստոս ամեն, Հայր մեր, որ հերկինս ես, Սուրբ Եղիցի անուն քո, Եկեղեցե արքայություն քո, Եղիցին կամք քո, որպես հերկինս և հերկրի, Սաց մեր հանաբազորդ, դուր մեզ այսօր, և թող մեզ սպարդիս մեր, որպես և մեկ թողունք մերոց պարդաբանած, և մի տանիրս մեզի փորձություն, այլ փրկյա իչարե, զիքո է արքայություն և զորություն և փառք հավիտյանս, ամեն։ Անուն հոր և որդվո և ոգվին սրբո ամեն, ըս գործս սերած մերոց ուղի ғարայի մեզ դեր, և ըս գործս սերած մերոց հաջողյա մեզ դեր, ամեն։ Ողջույն մեր սիրելի ժողովրդին, քիչ հետո դուք կտեսնեք մի տեսաժապավեն, որը նվիրված է Էջմիածին քաղաքի Սուրբ Աստվածածին եկեղեցուն։ Ես եկեղեցու պատմությունը ձեզ չեմ ասի, քանի որ դուք պիտի արդեն այդ տեսաժապավենի մեջը լսեք և տեսնեք, բայց կուզեմ շեշտել, որ 1978-ից մինչև 1994 թվականները ես եղել եմ այդ եկեղեցու հոգևոր հովիվը և գլխավոր մի կարևոր մի բան ենք ունեցել, որ նախապատրաստական դպրոց է եղել այնտեղ 9-ից 14 տարեկան երեխաների համար, որոնք Երջանկայիշատակ Վազգեն Վեհափար Հայրապետի կարգադրությամբ նախապատրաստվել են բոլոր ջեմարանների համար, Սուրբ Էջմիածնի հոգևոր ջեմարանի, Շիրակի հոգևոր ջեմարանի համար, որպեսզի վաղվա մեր ապագա սերունդը պատրաստվի։ Երկրորդ տեսաժապավենը, որ դուք պիտի տեսնեք, ուրեմն հոգեհանգստյան մի պաշտոն է նվիրված այդ եկեղեցու բարերար Արգենտինայից պարոն Վահե Չնոզյանին, որը տարիներ առաջ հանգուցյալ եղավ, դժբախտաբար իր տիկին Դորիս Չնոզյանը, որ ներկա էր եկեղեցու վերանորոգության բացմանը, վերջերս մի քանի շաբաթներ առաջ նույնպես իդեր հանգավ։ Ուրեմն երկրորդ բաժինը հոգեհանգստյան արարողություն է, որը պիտի լինի երեխաների մասնակցությամբ, դուք ինքներդ կտեսնեք, նվիրված պարոն Վահե Չնոզյանի հիշատակին։ Աստված օրհնի բոլորիդ, վստահ եմ, որ ձեզ բոլորիդ այս տեսաժապավենները պիտի դուր գան, ձեր գնահատանքը և ձեր օրհնությունը բոլորիս համար, ամեն։ Էջմիածին քաղաքի կենտրոնում է գտնվում Արմավիր թեմի նախկին առաջնորդանիստ եկեղեցին, Սուրբ Մարիամ Աստվածածինը։ Այն Էջմիածնում կառուցված առայժմ վերջին եկեղեցին է։ Կառուցվել է 1767 թվականին երջանկահիշատակ Սիմեոն Երևանցի ամենայն հայոց կաթողիկոսի օրոք։ Այսպես է հիշատակվում տաճարի կառուցումը։ Սիմեոն Երևանցի կաթողիկոսը ժամանակի հավատացյալների ամենօրյա հոգևոր պահանջները բավարարելու համար Մայրաթորի շրջապատը որոշելուց առաջ վանքից որոշ հողային տարածություն անջատելով գյուղի հյուսիսային կողմում շինեց մի եկեղեցի Սուրբ Աստվածածին անունով և պարսպապատեց այն։ Այսօր Սուրբ Աստվածածին եկեղեցին ժողովրդի լեզվով կոչվում է գյուղի եկեղեցի։ Էջմիածին քաղաքը 1767 թվականին կոչվել էր Վաղարշապատ գյուղ։ Այդ իսկ պատճառով այս եկեղեցին ժողովրդի լեզվով անվանվեց գյուղի ժամ, մինչև այսօր էլ մնում է այդ հիասքանչ անվան տակ։ Ասեմ, որ ինչպես հնում,
այնպես էլ այսօր այս եկեղեցին մնում է իր հիմնական առաքելության մեջ, կատարելով բոլոր ծիսական արարողությունները։ Սուրբ Աստվածածին եկեղեցին նախապես եղել է փայտակերտ։ Կառուցումից 1 դար հետո վերաշինվել է քարից։ Շինարարության ժամանակ եկեղեցու արտաքին մասում պատերի մեջ տեղադրվել է հայկական 6 խաչքար։ Բոլորը 16-րդ դարի վարպետների գործեր են։ Հայտնի է նաև, որ եկեղեցու շրջապատում եղել է մի վարժարան, կառուցված Հովհաննես Շամքոսյանցի բարերարությամբ։ Այդ վարժարանի մասին որևէ այլ տեղեկություն չի պահպանվել։ Խորհրդային իշխանության շրջանում շուրջ 7 տասնամյակ եկեղեցու շենքը մնացել է անխնամ։ Ես այս փողոցում եմ ապրել, հենց եկեղեցու դիմացը։ Երեխաները, երիտասարդները մտնում էին եկեղեցին։ Այնտեղ բալան էին քաշում, շատ գիտեն, ծխում էին, գումար էին հաղում, սուրբ սեղանը քանդել էին, ջարդել, փոս էին արել, գիշերը վառում էին այնտեղ, որ ամբողջ գիշեր դրանք այդտեղ էին հասկացնում արկահոլ երիտասարդությունը։ Վերջապես շատ աշխատեցինք այս երիտասարդներին, բոլորը եկեղեցուց հեռացրեցինք, դուռը կողպեցինք ու դրեցինք, մխեցինք ժեշտերով, որպեսզի էլ չկարողանան մտնել։ Այս բակը ամբողջը ցորեն էր ցանված, գալիս էին ցորենների մեջն էին հաղամ, այս եկեղեցու ծառների տակը վերջապես այդպեսությունով մինչև եկավ հասավ 55 թվականը։ Վազգեն առաջին կաթողիկոս ընտրվեց ամենայն հայոց կաթողիկոս։ Մենք մեր հարազատներով խնդրանքի գնացինք իրեն մոտ, որպեսզի այս եկեղեցին վերաբացվի, որտեղ մենք շատ հաճախ էինք գալիս։ Վազգեն կաթողիկոսը ընդառաջեց մեր հարազատներին եւ 1955 թվականի նոյեմբերի վերջին, դեկտեմբերի սկզբին Թադեոս Պարտողիմեոս առաքյալների օրը եկեղեցին վերաբացվեց։ Եկեղեցին շատ խեղճ վիճակում էր, անբարեկարգ վիճակում, բայց մեր ժողովուրդը, որ Արևմտյան Հայաստանից էին եկել մեր հարազատները եւ Երևանի բոլոր հավատացյալները, իրենց փոքրիկ լումաներով որոշ չափով նորոգեցին, ոնց ասեմ էլի, ինչ որ պակասներ ուներ եկեղեցում, վարագույրներ, ծածկոցներ, այդ բաներով բոլոր ժողովուրդը իր օգնությունով վերաբացվեց եկեղեցին։ Նրանից հետո եկեղեցին արդեն սկսեցին բացել, ազատ լինել, գնալ գալ, աղոթել, մաքրել, տնել, վերցնել։ Այս բակը ամբողջը ցեխ էր, այսպես ցեխ էր։ Ամուսինս ուրեմն գնացել ենք Մարտուկին ցեմենտը բերել ենք, ավազը բերել ենք, այս ամբողջը ասֆալտապատել ենք, որպեսզի ցեխ չլի ժողովուրդը իշկան։ Իսկ այս մասը երկու մասը ծաղիկներ ենք ցանել, գեղեցիկ ծաղիկներ է, զաբորա պատել ենք, հորը բացանդեղ, հորը դրել ենք, մատորը դրել ենք, պատրաստել ենք ամբողջ մատորի իրեն բանով, որպեսզի ջրենք ջուրելի, այդպես պաշտպանել ենք այդ եկեղեցին, մինչև հասելա վերոցման ժամանակը։ Սուրբ Աստվածածին եկեղեցում ծառայած հովիվներից առավել հիշատակելի է 1956 թվականին Պարսկաստանից մայր հայրենիք գաղթած Տեր Քերովբե ավագ քահանա Շահբազյանը։ Նա իր ժամանակին մեծամեծ դժվարություններ հաղթահարելով եւ անձնական զրկանքներ կրելով կարողացել է դաստիարակել արժանի հոգևոր սերունդ։ Նրա ծխի պատանիներից շատերը հետագայում դարձել են հայ առաքելական Սուրբ եկեղեցու ազնիվ եւ նվիրյալ սպասավորներ։ 57 թվականին արդեն Տեր հայրը եկեղեցու շուրջ հավաքեց մոտ 7-8 փոքրիկ երեխաներ, 5-րդ, 6-րդ, 7-րդ դասարանի երեխաներ, որոնք ոչ միայն կիրակի օրերը, այլ շաբաթվա այն օրերը, որոնք ազատ էին լինում, որ օրերին ազատ էին լինում, այցելում էին եկեղեցի միաժամանակ նաև օգտակար լինելու համար արարողություններին։ Գիտեք, տարիներ այդ ժամանակվա հատվածում շատ դժվար էր եկեղեցի գալ մասնակցել արարողություններին, ժամերկություններին, բայց ես
Գրիգորիս arczepiskopos Բունյաթյանը, այնտեղ Ազատը, Սարոն, Լուդվիգը եւ մի քանի ուրիշ երեխաներ սկսեցինք գալ եկեղեցի։ Երբ դպրոցի տնօրենությունը իմացավ այդ մասին, անշուշտ արգելեց մեզ, ովքեր եկեղեցի էին գալիս, պիոներ հասկացողությունը կար այն ժամանակ։ Չընդունեցին պիոներական շարքին, չընդունվեցին կոմերտության շարքերը, մեզ ծաղրում էին, ասելով տեր։ 20-րդ դարի երկրորդ կեսերից սկսած, երբ տիրապետող անաստվածության գաղափարախոսությունը նահանջում էր, Սուրբ Աստվածածին եկեղեցու հիմնական նորոգման եւ բարեզարդման սուր կարիք զգացվեց։ Այդ տարիները զուգադիպեցին Վազգեն առաջին ամենայն հայոց կաթողիկոսի գահակալության եւ ներկայիս կաթողիկոս Գարեգին II-ի առաջնորդության ժամանակներին, եւ վեհապար հայրապետի ու սփյուռքահայ բարերարների նվիրատվությունների շնորհիվ հնարավոր եղավ աղոթատեղիները վերանորոգել։ Վերջին տարիներին, երբ եկեղեցու արևմտյան կողմում կառուցվեց Էջմիածին քաղաքի առևտրատնտեսական նոր կենտրոնը, անհրաժեշտություն առաջացավ բարեփոխել Սուրբ Աստվածածին եկեղեցու ճարտարապետական իմաստով անհրապույր դարձած տարածքը։ Նկատի ունենալով հրապարակի նկատմամբ եկեղեցու ցածրադիր դիրքը, որոշվեց շինությունը օժտել ուղղաձիգ կառույցով։ Ահա այսպիսի առաջադրանքով կազմվեց եկեղեցու նորոգման նախագիծը, որի հեղինակը ճարտարապետ Արծրուն Գալիկյանն էր։ Նախագծման աշխատանքներին մասնակցում էր նաև ճարտարապետ Հակոբ Բաբախանյանը։ Եկեղեցին ուներ նախ ներսում 3 խորան, որտեղ 3 խորանումներ մեջ սեղաններ, ասեմ ավելի շուտ, պատարակներ էր մատուցվում։ Իսկ վերանորոգման ժամանակ 2 փոքրիկ խորանները հանեցին, մնաց միայն ավագ խորանը, եւ ավագ խորանն էլ էս տեսքի չէր։ Եկեղեցու հիմնանորոգումը սկսվում է 1986 թվականին։ Այդ շրջանում հայրապետական տնօրինությամբ եկեղեցու պատասխանատու եւ ապա վանահայր է նշանակվում Տեր Հովսեփ ավագ քահանա Հակոբյանը, որը նույնպես երջանկահիշատակ Տեր Քերովբե ավագ քահանայի սաներից է։ Շնորհիվ Տեր Հովսեփի 1979 թվականից սկսած այս եկեղեցին մեծ ծաղկում է ապրել։ Վազգեն վեհապար հայրապետի բարձր տնօրինությամբ եւ աջակցությամբ Տեր Հովսեփը այս եկեղեցում ծավալել է թե շինարարական, թե հոգևոր լայն գործունեություն։ Նորոգման ընթացքում նախկին աղյուսե սեղանի փոխարեն կառուցվել է նոր ավագ սեղան ֆելզիտ քարից։ Քանդվել է ներսում կառուցված փայտաշեն վերնահարկը։ Մաքրվել է պատերի ծեփը եւ բացվել է քարի գեղեցիկ շարվածքը։ Տեղադրվել են նոր սրբապատկերներ։ Փոխվել է սալահատակը։ Սրահը զարդարվել է բյուրեղապակյա 3 գեղեցիկ ջահերով։ Նորոգվել է մկրտության ավազանը, որի կենտրոնում զետեղվել է մարմարյա քանդակազարդ խաչ։ Փոխվել են եկեղեցու փայտյա 3 դռները։ Եկեղեցու շինարարությունը այսքանով չի սահմանափակվել։ 1986 թվականին նույն ճարտարապետի եւ շինարարների ձեռամբ կառուցվել է նաեւ եկեղեցու նոր զանգակատունը։ 22.5 մետր բարձրությամբ սլացիկ մի աշտարակ, որը ճարտարապետական իմաստով մի փոքր հարստացրել է եկեղեցու տեսքը։ Ամբողջությամբ վերաշարվել է եկեղեցու տանիքը։ Նույն քարով կառուցվել է նոր պարիսպ մետաղյա ցանկապատով։ Եկեղեցու հիմնական նորոգման, զանգակատան, ցանկապատի, բակի բարեկարգման եւ երիցատան բոլոր ծախսերը հոգացել են Մայրաթորի ազնիվ բարերարներ,
Տեր եւ տիկին Վահե եւ Տորիս Չննոզյաններն իրենց զավակների մասնակցությամբ։ Տաճարի շինարարությունն ամբողջովին ավարտվել է 1987 թվականին։ Կառուցված լինելով հայ ճարտարապետության այնպիսի գլուխգործոցների հարևանությամբ, ինչպիսիք են Մայր տաճարը, Հռիփսիմե, Գայանե եւ Շողակաթ եկեղեցիները, նա խիստ զիջում է իր աղքատիկ ճարտարապետությամբ։ Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցին ունի բազմանդամ համայնք եւ հաճախ են այստեղ լինում ուխտավորներ տարբեր շրջաններից։ Մասիսի շրջանից մենք ամիսը մեկ անգամ անպայման 1-2 ավտոբուս հավատացյալներ ունենք, որ գալիս են հատուկ պատարագին մասնակցելու այստեղ եւ հաղորդություն ստանալու։ Եթե նկատեցիք, այսօր նույն բանն էր կատարվել։ Մենք 3 ավտոբուս հավատացյալներ եկան Մասիսի շրջանից։ Երևանից են գալիս, կողքի գյուղերից են գալիս։ Ամենակալ Տեր Աստված մեր կեցո եւ օրմյա Տեր ողորմյա Տեր ողորմյա Տեր ողորմյա Քրիստոս Մեզ ուժ ատվե Աստվածային սեր ատվե մարդկային սեր ատվե համբերություն ատվե այս իմ հայրական օջախն է առավոտից մինչև ուրկուն ես տեղ եմ Եկեղեցու շուրջը գտնվող բարեկարգ այգու ձախ կողմում մրգաստան է տանձենիներով, խնձորենիներով, կեռասենիներով ծիրանենիներով, կա նաև խաղողի այգի։ Իսկ աջ կողմում վարդանոցն է ու տեսակ ծաղիկներ։ Բակի այս աղբյուր հուշարձանը կանգնեցված է ի պատիվ Սուրբ Աստվածածին եկեղեցու բարերարների։ Եկեղեցու հյուսիսային կողմում երիցատունն է, կից մատաղատնով։ Տարիներ շարունակ Սուրբ Աստվածածին եկեղեցում գործում է նաև հոգևոր կենտրոն, որի աշակերտներից շատերն այսօր սովորում են Էջմիածնի հոգևոր ճեմարանում, Սևանի Վազգենյան հոգևոր դպրանոցում, մի մասն էլ Երուսաղեմի ժառանգավորած վարժարանում։ Այսօր էլ մեր եկեղեցում կան շատ փոքրիկներ, որոնք մասնակցում են ժամերգություններին, պատարագներին եւ վաղվա մեր հոգևոր դասերը պետք է լրացնեն։ Անցել են տարիներ եւ նեցուկ լինելով միմյանց, համայնքն ու եկեղեցին մեկը մյուսից ուժ ու զորություն ստանալով հաղթահարել են լուրջ փորձություններ։ Հավատացյալները վստահ են, որ Աստվածամոր բարեխոսության շնորհիվ է Աստծո բարեխնամ աչքը նեցուկ ու հովանի իրենց զավակներին։ Եվ ամեն օր աղոթում են եկեղեցի կառուցողի, բարեզարդողի ու խնամողի համար։ Վասն շինողած, որ կմտանեն ընդդրունս սրբո եկեղեցվո ըստ Տեր աղաչեցուկ, կեցո եւ ողորմյա։ Օրհնյալ Տեր մեր Հիսուս Քրիստոս, ամեն։ Այմեն, որ երկինս ես, Սուրբ Եղեցյան ու քո, Եվրեստար քայցուն քո, Եղեցին կամ քո, որպես երկինս երեքրիս, ըսած մեր անապազոր, դուր մեզ այսօր, և թող մեզ վարդիս մեր, որպես և մենք թողում մերոց պարտապանած, և մի տանից մեզի փորձություն, այդ պրկյազ մեզի չարեն, զիկոյ արքայություն և զորություն և պարկ հավիտյանը սավիտենից ամեն։ Եվ ևս սավալությանը Օրնություն և բարեկորի որդգոյ ոխին սրբով, այժմ իմ հիշտ և հավիտյանը հավիտենից ամեն։
Եվ ևս խաղաղությանս Տեր աղաչեսուք, վաստանգության լոքվոս նաղաչեսուք ասպերգիչեն մեր Քրիստոս, սիզնուսան դարտարցն դասես եվս մեզ կեցե շնորի վորմության իրո, ամենակալ Տեր աստված մեր կեցու է վորմյա։ Տեր ողորմյա, Տեր ողորմյա, Տեր ողորմյա, Քրիստոս որդի Աստուծո, անողագալ և բարեգուտ, գտա բարչական սիոտ, իոտին, Սուրբ աստվածածին եկեղեցուս բարերարի, վահե չննոցյանի, որ այդ կրվա քոկյանգստյան արողությունում կդայեցան, հիշյա հավուր մեծի գալստյան արկայության ընթով, արարժանի ողորմության, կավության և տողության մեղավ, դասավորյալ պայծարացո, ընցուրպեցքո, աճակողման դասում, զիվես տեր և արարիչ ամենեցում, դատավոր կենզանյակ և մերելով, և կեզ վայլեպարկ իշխանություն և բադիվ, այժմ և միշտ և հավետյանս
habe den Eid. Amen. Amen.